մեր արձանագրած իրականում բազմաթիվ խախտումներին եւ խնդիրներին անդրադառնալ, ես կուզենայի կիսվել մի քանի կարևոր ընդհանուր դիտարկումներով։ Ինչպես գիտեք, վաղաշաբաթ խոշորացված համայնքում, որը ներառում են նախկին վաղաշաբաթ եւ խորհրդի համայնքները, եւ որոնք ի դեպ հենց ընտրությունների օրվանից հետո են համարվում մեկ միասնական խոշորացված համայնք, ընտրություններին մասնակցել է մոտ 31500 ընտրող, ընտրական մասնակցությունը մոտավորապես 45% է, որը բավական բարձր թիվ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Ընտրական շեմը հաղթարել են 3 մասնակից ուժեր՝ քաղաքացիական պայմանագիրը, որը ստացել է ընտրողների ձայների 48.5%, հաղթանակ դաշինքը, որը ստացել է 31.8%, եւ Մայր Հայաստան կուսակցությունը, որը ստացել է ընտրողների ձայների 5.4%։ Սա արդեն հրապարակված նախնական արդյունքներ են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Սակայն, եթե այս ընտրության արդյունքները մենք բաժանենք ըստ երկու նախկին համայնքների՝ Վաղաշաբաթ եւ Խոյի, կստացվի իրարից էապես շատ տարբեր երկու պատկեր, որ մենք ձեզ կուզենայինք ներկայացնել, քանի որ մենք տիրապետում ենք յուրաքանչյուր ընտրացանամասից արդյունքներին։ Ուրեմն Խոյ համայնքում քաղաքացիական պայմանագիրը ստացել է 59.2%, հաղթանակ դաշինքը 21.2% եւ Մայր Հայաստանը 10.5%, ընտրողների թիվը կազմել է մոտավորապես 12000 մարդ, ընտրական մասնակցությունը 53%, այսինքն էապես ավելի բարձր, քան ստե ամբողջ համայնքի միջինը։ Եթե վերցնենք վաղաշաբաթ նախկին համայնքը, ապա այստեղ պատկերը ըստ էության կարելի ասել տրամագծորեն տարբեր է։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 42% ձայն, հաղթանակ դաշինքը 38.5% ձայն, Հանրապետությունը 5.2% ձայն, Ազատ դեմոկրատները 5% ձայն, Հայրենիքը 4.8% ձայն, Մայր Հայաստանը ի դեպ նախընտրական շեմը այստեղ չի հաղթարել եւ ընտրողների թիվը կազմել է մոտավորապես 19500 մարդ, ընտրական մասնակցությունը 42%, այսինքն էապես ավելի քիչ, քան ստե միջինը եւ շատ ավելի քիչ, քան ստե Խոյ համայնքում։ Փաստացի նախկին Վաղաշաբաթ համայնքում ընտրությունների պատկերը էապես տարբերվում է նախկին Խոյ համայնքում ընտրությունների պատկերից։ Սակայն, որը շատ կարևոր է, ընտրությունների արդյունքը կանխորոշվել է Խոյ համայնքում ձայների բաշխմամբ եւ ավելի բարձր ընտրական մասնակցությամբ, էապես ավելի բարձր ընտրական մասնակցությամբ։ Խոյ համայնքում փաստորեն անցել են 3 ուժեր, որոնք անցել են նաեւ ընդհանուր, համայնքում։ Սակայն եթե մենք վերցնում ենք 3 քաղաքական ուժ, որոնք են Հանրապետությունը, Ազատ դեմոկրատները եւ Հայրենիքը, չեն հաղթարել ընտրական շեմը ընդհանուր համայնքում։ Եվ չեն անցել համայնքային հավաքանի։ Սակայն եթե ընտրությունները տեղի ունենային միայն վաղաշաբաթում, այս 3 ուժերն էլ կհաղթահարեին ընտրական շեմը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ընդհանրած մեծած խոշորացված համայնքում փաստորեն 3 ուժ չեն անցել, որոնք կարող էին անցնել, եթե վաղաշաբաթում ընտրությունները տեղի ունենային։ Սա իրականում լուրջ հարց է բարձրացնում, թե որքանով ընդհանրապես հիմնավորված է եղել այդ երկու համայնքների միավորումը, եթե երկու համայնքներում ապրող ընտրողները էապես տարբեր ընտրական նախապատվություններ եւ պատկերացումներ ունեն այն քաղաքական ուժերի վերաբերյալ, որոնք իրանց ընտրել են։ Փաստացի նայեք, Վաղաշաբաթ քաղաքում ի տարբերություն Խոյ համայնքի ընդհանրապես որևէ ուժ ընդգծված մեծամասնություն չունի, փաստորեն երկու ուժեր հավասարժեք աջակցություն են ստացել, եւ եթե Վաղաշաբաթում տեղի ունենար ընտրություններ առանձին, ապա այս արդյունքներով, որտեղ կարող արդյունքներն էլ տարբեր լինեն, բայց այս արդյունքներով կառավարումը պետք է տեղի ունենար ավականում կոալիցիայի ձևավորման միջոցով, եթե ընտրությունները լինեին զուտ Վաղաշաբաթ համայնքի շրջանակներում։ Սա շատ կարևոր է, եւ հարց է բարձրացնում, թե ինչ նպատակով են այդ երկու համայնքները միավորվել, որն է եղել դրա հիմնավորումը ընդհանրապես։ Հաջորդ հարցը, որի վրա մենք կուզենայինք ուշադրություն հրավիրել, եւս որպես դիտորդներ, պաշտպանելով քաղաքական չեզոքության սկզբունքը։ Քվեարկության հաջորդ առավոտը, երբ դեռ ընտրությունների պաշտոնական արդյունքներն չեն ամփոփված, իսկ հիշեք, որ դրանք ամփոփվել են մոտավորապես մեկ շաբաթ հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, շտապելով շնորհավորել ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ղեկավարին, հայտարարել է, որ այս ընտրությունների արդյունքները հավելյալ լիցք կտան Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը գործող կաթողիկոսից ազատելու համար։ Այս կապակցությամբ, որպես դիտորդական առաքելություն, մենք ցանկանում ենք նշել հետևյալը։ Առաջինը, մեր երկրում եկեղեցին անջատ է պետությունից, ուստի որևէ համայնքում թիմ ընտրությունների արդյունքները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ եկեղեցու ներքին կազմակերպման վրա, որևէ կերպ չեն կարող անդրադառնալ։ Ըստ էության դա Սահմանադրության 18-րդ կետի խախտում է, որը հստակ շեշտում է, որ մեր երկրում բոլոր կրոնական կազմակերպությունները, ոչ միայն հայ-առաքելական եկեղեցին, անջատ են պետությունից։ Ուստի այս հայտարարությունը շատ տարօրինակ է հնչում եւ ըստ էության սա հակասահմանադրական բնույթ ունի։
Երկրորդը վաղաշաբաթ համայնքում կայացած ընտրությունների համատեքստում ընտրողների ճնշող մեծամասնությունը ներառյալ նաև հաղթած քաղաքական ուժին ձայն տվածները ընտրություններ են գնացել սեփական համայնքների խնդիրների լուծման ակնկալիքով եւ որևէ մեկին մանդատ չեն տվել եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ հայտարարություններ կատարելու։ Ուստի նման հայտարարությունները ընտրություններին չմասնակցած անձի կողմից մեր տեսանկյունից մեր քաղաքացիների ձայնի առերևույթ շարժման տարեր են պարունակում։ Մեր քաղաքացիները գնացել են աջակցելու Արգիշտի Մեխակյանին, ենթադրենք Սևակ Խաչատրյանին, Խաչիկ Մանուկյանին եւ այլը, որոնցից ոչ մեկը հակաեկեղեցական կարգախոսներով հանդես չի եկել ընտրությունը եւ դա մենք արձանագրել ենք։ Երրորդը, որի մասին մենք կուզենայինք խոսել։ Մեր կարծիքով, եւ դա եւս մենք արձանագրում ենք որպես դիտորդական առաքելություն, այս ընտրությունները աչքի են ընկել ընտրախախտումների աննախադեպ բարձր մակարդակով, մանավանդ նախկին Խոյ համայնքի տարածքում, եւ դրանցից շատերը պատշաճ կերպով արձանագրված են մեր զեկույցում եւ ձեզ կներկայացվեն։ Ավելին ձեզ ասեմ, մեր զեկույցը նաեւ ամփոփման փուլում է, այսօր մենք կներկայացնենք նախնական տվյալները, բայց տվյալները շարունակում են գալ մեր դիտորդներից, նույնիսկ բոլորը չենք հասցրել այս ընթացքում ամփոփենք, մեր գործընկերները կներկայացնեն, բայց արդեն կարող ենք ասել, որ մանավանդ Խոյ համայնքում խախտումների մակարդակը անթույլատրելի բնույթ է կրում։ Մասնապես համատելով Գյումրիում եւ Փարաքարում այս տարի կայացած թիմ ընտրություններից, որոնք մենք եւս դիտարկել ենք, պետք է նշենք, որ այս ընտրությունները թեև առերևույթ ազատ են, սակայն տեղի են ունեցել քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ զանգվածային ներգործության պայմաններում եւ քարոզարշավի փուլում եւ քվեարկության օրը։ Եվ դա հիմք է տալիս ենթադրել, որ դրանք կրել են կազմակերպված եւ որոշակիորեն միտումնավոր բնույթ, դրա նպատակն է եղել ներգործել քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա, եւ դա էլ ունեցել է բավական ընդգծված ազդեցություն, մանավանդ նորից եմ կրկնում Խոյ համայնքում,